մի հարց եմ ուզում ուղղել ձեզ։ Ինչի է Աստվածաշունչը կոչվում Սուրբ Գիրք։ Այս գրքում մենք հանդիպում ենք տարատեսակ վատ բաների։ Սուրբ Գիրք ես հասկանում եմ, որտեղ պետք է միայն լավ բաներ Չէ, Սուրբ Գիրքը Աստվածաշունչը կոչվում։ Գիրքը չի սրբվում, այլ Աստվածը սրբվում, ուշադրություն դարձնենք։ Այստեղ դերված է տարբեր դաժանություններ, թե հասարակ մարդկանց կողմից, թե թագավորների կողմից, տարատեսակ բռնություններ, տարատեսակ պատերազմներ, սպանություններ, անառողություններ, անարդարություններ, բոլոր ոլորտներում գրված է։ Այս գիրքը պատմում է եւ Աստծո մասին։ Այս գիրքը պատմում է եւ մեր մասին, ինչպիսին ենք մենք, այս գիրքը պատմում է նաեւ սատանայի մասին։ Գիտեք ինչի է կոչվում Սուրբ։ Որովհետեւ այս գիրքը անկախ նրանից ինչպիսին է մարդը, ճիշտն է պատմում։ Պատկերացնում եք, եթե հանկարծ մարդը գրեր այս գիրքը։ Եթե ես իմ մասին գրեի, Եղիան որոշեր իր մասին գրի, կրքերի ենթակա ես։ Եսայան ասում է, ես պիղծ շուրթերով բարդ եմ։ Միայն Աստված է ասում ճիշտը։ Դրա համար այս գիրքը կոչվում է Սուրբ Գիրք։ Անկախ նրանից ճիշտ է, սխալ է, արդար է, անարդար է, ամեն ինչ ասում է ճշմարտացի։ Դրա համար կոչվում է Սուրբ Գիրք։ Առաջարկում եմ բացեք Գործ Առաքելոց գիրք, եւ հենց Սուրբ Գրքից մենք այսօր խրատներ վերցնենք։ Մենք երկար չենք կարդա, ընդհանրապես մեր քննարկման խորհել ու թեման կլինի Գործ Առաքելոց 3-րդ գլուխ առաջին 10 համարները։ Խնդրում եմ ինձ հետ հետևեք դուք, օգտագործեք ձեր Աստվածաշունչերը եւ այն միջոցները, որտեղ ունեք Աստվածաշունչ, նաեւ դրանք կարող օգտագործեք։ Եվ կասենք 3-րդ գլուխ Գործ Առաքելոց 3-րդ գլուխ կարդում ենք առաջի խոսքից։ Պետրոսը ու Հովհաննեսը գնում էին միասին տաճար 9-րդ ժամի աղոթքին։ Մի մարդ կար իր մոր որովայնիցը կախ, որին վեր կալած ամեն օր դնում են տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում։ Եվ տաճարը մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Երբ որ նա տեսավ Պետրոսին եւ Հովհաննեսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնի նրանցից։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտի կարավ նրան եւ ասաց. մեզ նայր։ Նա ուշը դարձրեց դեպի նրան, սպասելով, որ մի բան առնի նրանցից։ Պետրոսն էլ ասաց. արծաթ եւ ոսկի չունեմ, բայց այն ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունը վեր կաց եւ մանջեք։ Եվ այդ ձեռքիցը բռնեց վեր կացրեց նրան եւ շուտով հաստատվեցին նրա սնունքը եւ բարձքը։ Վեր թռավ կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը ման գալով եւ վաստալով եւ Աստծուն օրհնելով։ Եվ բոլոր ժողովուրդը տեսավ նրան, որ ման էր գալիս եւ Աստծուն օրհնում էր եւ ճանաչում էին նրան, որ սա էր, որ ողորմության համար նստում էր տաճարի գեղեցիկ դռանը եւ լցվեցան երկյուղով եւ զարմանքով այն եղածի համար։ Փորձենք հասկանալ այս պատմությունը նաեւ մեր ժամանակների համար։ Ուրեմն Պետրոսը առաջինը, որ մեր հայացքը ընկնում է, Պետրոսը եւ Հովհաննեսը գնում էին տաճար, որն էր տաճար գնալու առիթը։ Աղոթելու համար ասում են տաճար։ Ну, 9-րդ ժամը, ժամը այդքան է։ Ինքնուրույն պետք է աղոթքի տուն կոչվի, դրա համար էին գնում, որ մեր տանն աղոթեինք ինչ կներ։ Ծառայություն, այսինքն սա պարզապես աղոթ չէր, սա աղոթքի ծառայություն էր։ Շատ բարի։ Տեսեք, ոմանք գնում են աղոթքի ծառայության, ոմանք էլ այդ առիթը բաց չեն թողնում, եկող գնացողից փող հավաքելու։ Նրանց ով ինչի համար։ Դե մի նայր այն տաճարը, նա այնտեղ աղոթքա գնացլանում ու մեկն էլ ողորմություն խնդրելու համար, ինչ որ մեկն է նրան դրել այնտեղ, որտեղ ինքը ի վիճակը չէր գնալու։ Առաջինը 9-րդ ժամը դա որ ժամն է։ 3 Այո, մոտավորապես մեր ժամը 3-ը, եթե արևածագից հաշվում ենք։ Շատ բարի։ Շատ բարի ժողովուրդ ջան։ Գիտեք ինչն է առաջի հերթը իմ ուշադրությունը այստեղ գրավում։
Պետրոսի և Հովհաննեսի վերաբերմունքը աղոթքի ծառայության, որտեղ եմ ես աղոթքի ծառայության ժամանակ։ Մեր ժամանակ։ Դու մեր համար, մեր 9-րդ ժամը, դա, այո, մեզ մոտ է դա համընկել, սկապրաս այդ ժամանակին, ժամը երեքին, եկա էական չի ստեղ, ժամը էականը վերաբերմունքն է։ Մենք սովորաբար որտեղ են գնում, կամ հաստոցի առաջին, կամ կարի մեքենայի առաջին, կամ կասի առաջին, կամ խոհանոցային որևէ սպասքի առաջին, ոմանք էլ աղոթքի տանը հենց այդ ծառայության ժամանակ։ Սա շատ կարևոր ծառայություն է ժողովուրդ ջան, որը երբեմն թվում է թե մեզ համար ոչինչ։ Ինչու՞մ այդ ծառայության կարևորությունը կասեք։ Գուցե հիմա դժվարանում եք, բայց քարոզի վերջում դուք կգտնաք դրա կարևորությունը։ Շարունակենք, ուրեմն, առաջինը, որ մեզ համար կարևոր խրատ, առաքյալները տեսեք ինչքան կարևոր դեր էին տալիս աղոթքի ծառայության։ Ամեն ինչ մի կողմ են թողում, եկել աղոթքի ծառայությանը դուք գնաք շարունակի իր կյանքի կենցաղային այլ հարցերը։ Ձուկ կբռնի, կարի մեքենա կօգտագործի եւ մյուս ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպել։ Հաջորդը աղոթքի ծառայությունը չգիտես ինչու ավետարանի չէ, հանկարծ մեր հայացքը ուղղում է ինչ-որ մի կաղ մարդու վրա։ Եվ մի մարդ կար, մոր որովայնից կաղ, որին վեր կալած ամեն օր դնում էին տաճարի այն դրանում, որ գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Ստեղ մի պահ կա, որ ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը գրավում։ Պետրոսն ու Հովհաննեսը ում հետ էին գնում, մի բառ աստեղ օգտագործում։ Օրինակ, մենք կարող չէ պատմենք, այն միասին, ապրես, սերոշն ընկակ գնում են, միասին ինչ ենք, որ իրար հետ անունը շեշտում, պարզա միասին, ինչի է շեշտում միասին, ապրես, այն կանանք մենք լինենք միտեղ, բայց մենք միասնական չլինենք, միաբան չլինենք, մեկիս ուշկը միտեղ լինենք, մեկիս ուշկը միտեղ լինենք, այսինքն մեր նպատակները, մեր դրդումները, մեր ապրումները այլ ուղղության, այլ հարթության վրա լինեն, բայց այստեղ երկուսի նպատակները նույնն է, միասնական են, միաբան են, սրա կարևորությունն ինչու՞մ է, դե որովհետև Աստված ասել է միասնական եղեք դրա համար լինեն, ասում է 2-3 հոգի որտեղ ունեն Աստված ներկա է։ Ոչ միայն Աստծո ներկայությունը, այլև այդ միասնականության մեջ գործում է Աստված, որովհետև մենք հիմա կտեսնենք այս կաղը, որ տաճարի գեղեցիկ դրանը բերում էին նստացնում են ողորմություն խնդրելու համար։ Չէր կարելի կազմակերպել այս մարդու համար աղոթք անել։ Ոչ թե որ այս մարդը փող հավաքի, այլ որպեսզի իր համար աղոթք անեն։ Ուշադրություն դարձրեք, երբ որ նա տեսավ Պետրոսին և Հովհաննեսին, որ գնում էին տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնի նրանցից։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ արավ նրանց, մտիկ արի նրան։ Ուշադրություն դարձրեք, Պետրոսը Հովհաննեսի հետ ինչ արավ։ Որ մենք հոգնակի մարդկանց ենք ասում, պետք է ասենք ուշադրություն դարձրին, բայց տեղ ինչ ասում, մտիկ արավ, եզակի։ Պետրոսն ու Հովհաննեսը դա նույն մարդ են, թե տարբեր մարդիկ են։ Ապրես, սակասիկ իրանց անտեսեք երկուսն են նույն ուղղությամբ, դրամա արավ, մտիկ արավ, ինչ-որ մի բան է տեղի ունենալու, չէ, ուրեմն, այս երկուսի վերաբերմունք աղոթքի ծառայությանը նկատում եք ինչքան ակնածանքով են վերաբերվում Աստծո կողմից սահմանված ծառայությանը։ Հաջորդը միասնական է, հետո մտիկ արավ։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ արավ, վերաբերվում է երկուսի, ոչ թե մեկին Պետրոսը մտիկ արավ, Հովհաննեսի հետ մտիկ արին, թենց պետք է հնչի քերականության մեջ, բայց դեռ ասում մտիկ արավ, այսինքն մեկին է ուղղված, բայց ավելի ճիշտ է երկուսին է վերաբերվում, որտեղ երկուսն էլ նույն գործողությունը կատարեցին։ Երբեմն աստվածաշնչյան բաները կարա չհամապատասխանեն, որովհետև աստվածաշնչյան
տերմինոլոգիան ավելի շատ ոչ թե հենց քերականությունն է ուզում մեզ ցույց տալ, այլ քերականության միջոցով ավելի խորություններ, որը մեզ պետք է ուշադրություն դարձնել, այսինքն այս մարդը ուշադրություն գրավեց բոլորի կողմից փողը ստանալու համար, բայց Պետրոսի եւ Հովհաննեսի կողմից ուշադրության արժանացավ ոչ թե փող տալու համար, այլ մեկ այլ բանի համար։ Նաեւ ուշը դարձրեց դեպի նրանց։ Դուք կարաք մեկին հեսնել, որ այդ մարդը հանկարծ իր ուշադրությունը սևեռի ձեզ վրա։ Մտիկ արավ, ուշադրություն դարձել, չի ասում նայել ուշադրություն, եթե Պետրոսը նայեց ձեր ասելով, թող նայել Պետրոսին, ասում նայեց նրանց, ուշադրություն դարձրեք գրքի ամեն խոսքին, ժողովուրդ ջան, ես կհամաձայնվեի ձեզ հետ, եթե այս մարդը նայել Պետրոսին, այսինքն մենակ Պետրոսը չնայեց նրան, նաև Հովհաննեսը նայեց նրան, եւ դրան ասում նայեց նրանց, տեսեք, սրանց հետ կապված կոչվում եզակի է ասում, նրա հետ կապված հոգնակի է ասում, բայց այս բան չի ասում սա ինչ։ Պետրոսն ասեց մեզ նայր, դրա համար է նրանց նայեց։ Հա, Պետրոսը կոչ արեց։ ինչի ասում մեզ նայր։ Երկու ասում ենք կարանք տանք ինչ-որ ուզում։ Այ դրա համար նայ։ Այ դու կարաս այսօր ինչ-որ մեկին ասես մեզ նայր։ Եթե հետը մարդ։ Չէ, եթե լավը չես ուզենա նա չես նայ։ Իհարկե, Տալու երբեմն մենք որ մի բան ենք անում, ասում ենք երբ նա նայող չի դրանց։ Հա։ Բայց Պետրոսը ասում մեզ նայր։ Սա շատ կարևոր բան է ժողովուրդ ջան, նորից իրանք ուշադրություն են սևեռում մարդու հայացքը դեպի իրենց։ Մենք ուզենք չուզենք մեր կյանքում մենք ուշադրության կենտրոնում ենք։ Անում ենք լավ բան, վատ բան, խոսում ենք լավ բան, վատ բան, խելացի բան, ոչ խելացի բաներ, մարդիկ մեզ միշտ ուշադրության կենտրոնում են բան։ Երբեմն կարող է դա իրանք ցույց չտան, բայց միևնույնն է մենք գտնվում ենք ուշադրության կենտրոնում։ Բայց ոչ միայն այդ ուշադրությունն են ուզում մենք այստեղ նայենք, այլ նաև նրանք, որ ես այսօր կարամ ասեմ, նայեք ինձանից օրինակ դարձրեք։ Անտիլասի թարգմանության մեջ գրված է Պետրոս եւ Հովհաննեսը անոր նայեցան։ Այստեղ հոգնակ է գրում։ Երկուսն են նայեցել։ Այսինքն սա վերաբերվում է երկուսին, որ մտիկ արավ վերաբերվում է երկուսին։ Այստեղ գրած է Պետրոսը Հովհաննեսի հետ արավ։ Իսկ այստեղ արդեն հոգնակ է։ Իմի ողնա ճիշտ, ողնա սխալ է չեմ ուզում բարձեմ ես, բայց սա վերաբերվում է երկուսին, սա հստակ է։ Իսկ ավելի ճիշտ է, որ եթե հետա ձեզ համար կարևոր, ես կարամ ասեմ բնագրում, ինչի վրա է ուշադրություն դարձնում ավելի շատ, Հոր Զարաքելոց, 3 գլուխ, 5 համար։ Նրանք էլ ուշադրությամբ նայեցին նրան։ Բայց դե որ չասել մենք հասկանանք, որ ստեղ երկուսին մասին է խոսքը։ Ելավ, հիմա շարունակենք ժողովուրդ ջան։ Կայուն ուշադրություն գրավել, դա նշանակում է ապրել այնպիսի կյանքով, որ մարդը քեզ նայեն եւ ակնկալի ինչ-որ մի բան քեզանից։ Սովորաբար մարդիկ, երբ որ շփվում են հավատացյալների հետ, կան մարդիկ, որ դրամական ինչ-որ մի բան են ակնկալում, որ եկեղեցին կօգնի, կան մարդիկ, ովքեր քո բարեհաճությունն են ակնկալում, որ դու բարի խոսքեր ասես, եւ դրանք համարում են օրհնության խոսքեր իրաց ասեն, կան մարդիկ, որ ակնկալում են, որ քո կյանքը պետք է համապատասխանի այն արժեքներին, ինչը որ իրանք գիտեն քրիստոնեության մասին։ Հիմա երբ որ ես ասեմ ինձ նայր, նշանակում է ինձանից օրինակ վերցրու, ինձանից խրատ վերար, տես եւ ինձանից սովորիր, այս առաքյալների կյանքից, տեսեք, առաջինս խրատ են վերցնում, որ իրանց պատշաճ վերաբերմունքը, հաջորդը լինել միասնական, հետո միշտ մարդկանց կարիքներ են լինել ուշադիր, դա ձեր կողքին են նայեք, այսօր անցած շաբաթօր գնացիք, այսօր կգնաք, դուք գիտեք ձեր կողքին, նայեք ձեր կողքին ուշադիր։ Խոսքը չի գնում ֆիզիկական աչքերի մասին, խոսքը գնում է այն աչքերի մասին, որ տեսնես այն,
ինչ որ իրականում չի երևում, որ 10 այն, ինչ որ իրականում ինքը չի բերում։ Ու այդքանից հետո այս մարդիկ կարող ասեն մեզնայր, եթե ես օրինակելի մարդ չեմ, եթե ես պարտաճանաչ մարդ չեմ, եթե եկեղեցու հետ ես միասնական մարդ չեմ, ես դուրս կարող ասեմ ինձ անել սովորեք, ինձ նայր։ Դուք նկատում եք ով կարող ասի ինձ նայր։ Օրինակելի մարդը, երբ որ քո հագու կապը, քո վերաբերմունքը, քո բառապաշարը, քո արած աշխատանքը, ամեն ինչ երբ որ դու լավն ես անում, դու կարող ասես ինձ նայր։ Բայց դու կիսատ բրատա, մի բան չի համապատասխանում, ո՞նց կարող ասես ինձ նայր։ Չես կարող ասես։ Այս մարդիկ տեսեք ինչպես են ապրում, դրա համար կարող են ասեն, մեզ նայր հայացքը ուղղեց նրանց ակնկալելով, որ մի բան կառնի։ Սովորաբար իր ակնկալիքը գումանն է։ Բայց կա բաներ, որ գումարից ավելի մեծ է։ Ժողովրդական խոսք ինչ կասի, քորը ինչ կուզի, իզույր գաչք, քաչալն ինչ կուզի, մազեր կուզի, այսինքն կարիքն է պետք բավարարել։ Երբեմն մենք փողը տալով ուզում ենք մեր խիղճը հանգստացնենք եւ ասենք, դե Աստված տեսա, դե տաճարը դրան են որ անում են, մարդիկ սովորաբար եթե նկատում եք, ողորմություն խնդրողները գնում են այն վայրերը, որտեղ մարդիկ գնում են Աստծուն պաշտելու, երկրպագելու, աղոթք անելու, կամ իրանց պատարագ, այո, սրտերը փակ կացավ մարդկանց, այդտեղ դե մի բան կտան Աստծո տաշեն, իհարկե նկատում եք, բայց Պետրոսն ու Հովհաննեսը տրամադրված չեն փող տալու, որովհետև իրանց մեկը դեռ փող տա, իրանք չունեն փող։ Ասում են մեզ նայր, այսինքն մեզանից օրինակ վերցրու, եւ կարիքը ավելին է, քան թե դու գիտես։ Երբեմն մարդը պատմում է, գիտեք ինչ պարտքերի մեջ ենք, դժվարության մեջ ենք, նեղության մեջ ենք, եւ մենք գալիս ենք քույր եղբայրով աղոթում ենք Դանիելի համար, որ պարտքերի եւ նեղության մեջ է, որ նույնիսկ այդ գումար հավաքեն, որ նրան օգնեն։ Բայց խնդիրը դա է նրան։ Խնդիրը ավելի խորն է։ Պետք է այդ խորությունն է, իսկ ինչու՞ է խնդիրը, հիվանդությունն է, ոչ իմաստուն ֆինանսների տնօրինումն է, կամ ինչ-որ դժբախտությունն է պարտադրել, դրա համար է պարտքերի մեջ հայտնվել։ Պետք է փորձել գտնել ինչու՞մ է բանալին։ Հիմա որ Պետրոսը նայեց, ինչ տեսավ։ Պետրոսը որ նայեց, խնդիրը որն էր այս մարդու փողը։ Փողը տեսավ, որ Պետրոսը տեսավ Հովհաննեսը, որ փողը չի այս մարդու խնդիրը։ Այս մարդու խնդիրը զույգ ոտները շարժվելն է։ Հիմա մենք որ նայում ենք մարդկանց, որ մարդիկ ասում են իրանց կարիքները, մի նայեք բերանի խոսքերին, նայեք կարիքին, ինչն է կարիքը։ Մարդը գալիս է ասում, փող կտաս, ասում ինչի համար, ասում հացի, ասում արի գնամ ես հացը վերցնում, ասում չէ։ Քույզ ինչն է պետք է, հացը թե նա փողը։ Փողը, բայց նոր կարիքը ճիշտ չասեցիր։ Դու հացը պատրվակ էր, որպեսզի ինձանից փող փոխես, որտեղ խիղճս արթնացնելու համար, որտեղ սովածին դու ուզում ես ձեռք բերես։ Բայց բանը սպասում ես հաց չի պետք։ Բա ի՞նչ է պետք։ Գուցե սպիրտ, գուցե մեկ այլ բան, չգիտեմ, այդ պատրվակով փող են ուզում վերցնել։ Հիմա ամեն դեպքում ինձ համար գիտեք ինչն է զարմանալին, որ ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Աստված մեզանից ավել բան չի ուզում։ Ինչ ունես դու։ Այսօր մարդիկ փորձում են, ասում մեկ ունեմ 2 տուն, 3 ավտո, բանկում որոշակի գումար, իսկ քո հոգևոր բանկում ինչ ունես դու։ Քո հոգևոր գանձանակում, երկնքում գանձեր եզեք, ընդեղ ինչ ունես դու, ինչ գանձեր ունես։ Ինչ գանձ ունես, որ այդ մարդուն տաս, այդ մարդը ակնկալիք ունի։ Լավ վարձակն ու ոսկի չունես, ոչ մի բան չունես։ Մենք միշտ բավարարում ենք, դե չունեմ որտեղ ես տամ, լավ փողը չունես, իսկ ուրիշ բան։ Աստծո խոսքը։ Այս մարդիկ Աստծո խոսքը չտվեցին, բուժեցին։ Այս մարդիկ բուժեցին։ Հիսուս Քրիստոսին նա զոհրեցու անունը վեր կաց եւ մանեք։ Ինչ որ ունեմ, այն կտամ քեզ։ Սա շատ կարևոր բան է ժողովրդյան, որ հավատացյալը պետք է միշտ ինչ որ մի բան ունենա։ Աստծուն հավատացողը
Քրիստոսին իր սրտում ունեցող մարդը ոնց կարա տալու բան չունենա։ Հիսուս չես կարող դու մարդուն տաս։ Հիսուս դա խոսքերով չի մենակ, որովհետև հաջորդ քայլը որն է, 7-րդ համարը մի հատ նայեք, ապրես։ Մենակ գեղեցիկ խոսքեր միասին։ Քեզանից ինչ կարաս անես, դու էլ արա։ Ձեռք մեկնիր բարձրացումը։ Այսինքն երբեք մենք լավ խրատներ ենք տալիս, ուշադիր վերաբերմունք ենք ցուցաբերում, մխիթարական խոսքեր ենք ասում, քաղցր խոսքեր ենք ասում։ Սրանք շատ կարևոր բաներ են։ Բայց մի անգամ են մենակ մի պատմի, որ մաքրությունը լավ բան է։ Մի անգամ են ավելովեկը մաքր։ Մի անգամ մի պատմի, որ պատու հանդ կեղտոտ է, այ որ մաքուր դներ, սենց կներ։ Մի հատ քսի, հիմա պարկած է։ Հասարակ բաներ են սրանք, չէ՞ ժողովուրդ։ Ձեռք մեկներ։ Ոչ թե մի անգամ չտեսա քո լվացքը փարած։ Բեր դու փրի։ Գնա դու բեր քո լվացքը մեքենան գցի դվա։ Խոսում են բա քրիստոնեական սիրուցերը այսպեսին է։ Այս մարդուն չգիտեմ առաջի անգամ տեսան, երբ էին տեսել մեկը, բայց ամեն դեպքում տվեն ինչ-որ մի բան։ Քրիստոնյան պետք է իր հոգևոր բան ունենա տալու բան։ Անպայման տալու բան։ Եթե չունեցավ, դա ինչ վայրագոչվում։ Իսկ մենք մի առթով Հիսուսը պատմում է, որ երբ որ դևը դուրս է գալիս, գնում է, որոշ ժամանակի հետո վերադառնում, դնում է պարապ եւ մաքուր ասում։ Եվ իրանից ավելի շատ դե վերաբերում եւ սկսում է բնակել։ Այսինքն այդ դատարկությունը լցրած չի։ Մենք հիացել ենք Հիսուսով, դևերից ազատվել ենք, բայց Հիսուսը չի մտել այնտեղ։ Դատար կանոնացել։ Դևերներից կբնակվել, բա թե՞նց է լինում։ Դեռ քո սովորությունները չի փոխվում, քո ավանդույթները չեն փոխվում, քո արժեհամակարգը նույնն է մնում, քո փոխհարաբերությունները նույնն է ոնց կան անցել մնացել է։ Կարող է բառապաշարի մեջ ինչ-որ բաներ փոխվի։ Կարող է տեսականորեն գիտելիքների մեջ ինչ-որ բաներ փոխվի, բայց դա չի նշանակում, որ Քրիստոսը բնավորվում։ Այսպես է Քրիստոսը բնավորվում, ոչ միայն ասել, այլ նաև ձեռք մեկնել։ Բռնեց վեր կացրեց։ Ինձանից ինչ կախված է այդքան լական է։ Բռնեց վեր կացրեց եւ ասեց. վեր կաց մանյակ։ Նա էլ վեր թռավ, կանգնեց, ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը, ման գալով, վաստալով եւ Աստծուն օրհնելով։ Այ գիտեք ինչ որ ասում վեր կաց եւ մանյակ։ Սա ինքնավստահություն էր Պետրոսի մոտ։ Բայց կանան վստահություն, հավատի քայլ։ Սա հավատի քայլ է, որ հավատում է, որ Հիսուսը կարա այս մարդին բուժի։ Այո, սա հավատի քայլ է։ Այդ ձեռքից բռնեց, բարձրացրեց։ Ոչ միայն խոսքեր, այլ նաև գործնական օժանդակություն։ Այս պատմությունը ինձ 7 հատ բան սովորեցրեց։ Առաջինը մինչև միաբանը վերաբերմունքը աղոթքի ժողովին։ Հաջորդը նոր ասացիր։ Միասնական։ Հաջորդը, պատկերացրեք հանկարծ չգնային այս աղոթքի ծառայությանը։ Ինչի համար է աղոթքի ծառայությունը կարևոր։ Իրանք 2 հոգով գնում են տաճար, քանի հոգով մտան։ 3 հոգով մտան։ Աղոթքի ծառայությունը անում կարևոր, որում որ համար դու պետք է աղոթես նրա կյանքում հրաշքավորելու։ Եվ այդ մարդը դու ես, որ Աստված ուզում է քեզ օգտագործի այդ հրաշքի համար։ Իսկ մենք ինչով ենք զբաղված։ Որտեղ ենք մենք այդ ծառայության ժամանակ։ Իհարկե, լուրջ պատճառներ որ կան, կարող են բացակայել, դրա մասին չի խոսքը գնում, բայց այս մարդը մեր թռավ եւ ինչով էր զբաղված։ Աստծուն փառաբանելով։ Դուք ուզում եք Աստծուն փառաբանողները շատանալ։ Բա որտեղ եք աղոթքի ծառայության ժամանակ։ Մենք ուզում ենք, գիտեք ինչ են մենք դարել, երազանքների մարդիկ, մենք ունենք երազանքներ։ Ինչ ես ուզում դառնալ։ Ինչ ես ուզում դառնալ, մենք պարզապես երազում ենք։ Երազ ենք թե։ Եթե միասին չվեր կացել գնացիք, այդ երազանքները մնալու են երազանքներ պարզապես։ Երազանքները իրականանում են, երբ որ մենք ինչ-որ մի քայլ մեր կողմից անում ենք։
Դրա համար թանկագիններ առաջինը սկսվեց վերաբերմունք աղոթքի ծառայությունից։ Տեսեք վերջում ինչ է։ Ընդհանրապես այս դեպքը կարելի ասել մի քանի րոպեի դեպք էր, չէ՞։ Բայց ինչ է վերջ։ Այս մարդը ստացավ այն, ինչ որ դադարել էր սպասելուց։ Ինքը սպասում էր մարդկանց հետ միշտ փող։ Այդ փողը պարզ ինքը չէր ծախսում, որ իրան դնում վերցնում էր, նրանք էին օգտագործում։ Նրանք իրաց փայը վերցնում էին, իր օրվա ռոճիկը տալիս էին, այնտեղ երկու ճուճիկ մուճիկ էլ կառնեն ձեր հետ, այդքան էլ մեծ ծախս չէր նրա համար։ Ինքնին մուրասկանի տեսքում նա չէ, որ մարդու շարժ, որ թակավորական շորջ չէ դարձրել դրան։ Պար չի ժողովուրդ, փողը գնացողները կտան, փողը ուզում փող կտանք։ Կարիքը բավարարել, ոչ թե փողը տանք ժողովուրդ ջան։ Իսկ որպեսզի դա լինի, ամեն ինչ սկսվում է այդտեղից։ Ամեն ինչ սկսվում է այդտեղից ժողովուրդ ջան։ Թող Աստված մեզ օգնի, որ մենք լինենք մարդիկ, ովքեր ճիշտ պատշաճ վերաբերմունք ունեն աղոթքի ծառայությանը, միասնական են գնում, երկուսով են գնում, երեքով են գնում, քանակը չի կարևորը, մենք լինենք միասնական, հաջորդը ուշադրություն դարձնել իմ կողքիններին, տրանսպորտում կլնեմ, տրանսպորտից դուրս կլնեմ, տանը կլնեմ, տնից դուրս կլեմ, այգում կլնեմ, եկեղեցում կլնեմ, աշխատանքի վայրում դպրոցում, կողքինից ուշադրություն մտիկ արին, անտարբեր չէին նրանք, մտիկ արին, Չորրորդը կառաջանա այն դեպքում, երբ որ այս երեքը լինի, ուշադրություն ես դու կրում։ Քրիստոնյան դու պետք է հենց մարդ լինես, որ քո ամեն արարքը ուշադրություն գրավի եւ հիացնի։ Սրանք պարտաճանաչա, ուշադիր է, հարգալից է, անտարբեր չի։ Դա պետք է մարդու աչքը մտնի ժողովուրդ ջան, մեծաբերան չի, համեստ է, դա պետք է մարդու աչքը մտնի, որ ուշադրություն դարձրեց մարդը։ Ում են ուշադրություն դարձնում։ Ում կյանքում ինչ-որ մի բան կա, որը բոլորի մոտ չկա, այն նրանց են ուշադրություն դարձնում։ Հաջորդը, միշտ ունեցիր ինչ-որ մի բան տալու, դա 5-րդն է։ Անպայման, եթե քրիստոնյան չունեցավ տալու բան, որովհետև Աստված մեզ կանչել է տալու, օրհնություններ տալու։ Եթե դու օրհնվել ես, օրհնությունը միշտ մտածում են փողը։ Չէ, ժողովուրդ ջան, օրհնությունը մենակ փողը չի։ Օրհնությունը մենակ նյութականը չի։ Օրհնությունները տարբեր ոլորտներում կան։ Օրհնություններ կա եւ հոգեվոր ոլորտում, եւ նյութական ոլորտում, եւ մարդու ֆիզիկական, սոցիալական ոլորտում։ Քո հոգեվոր բանկը միշտ պետք է ունենա։ Դա կախված է նրանից, թե որպես ես դու սահմանում միշտ ունեցիր տալու բան։ Ոչ թե պարզապես խոսքեր։ Հաջորդը որն է։ Այրոն ձերքից բռնել, անպայման, քեզանից ինչ կախված է դու միշտ ապրես, ձերս գալիս է դու բան, արա, 6-րդը, հավատը, քո հավատի քայլը, վեր կաց և մանիք։ Այսքանը թանկագիններ, որստեղից մենք խրատ ենք վերցնում, ես ուզում որ մեր քրիստոնեական կյանքը, ինչի որ մենք հասել ենք վարքասում, բայց չկամենենք դրա մեջ։ Առաքյալներից մենք միշտ մի բան կարանք սովորենք։ Մենք ասում ենք առաքյալների վրա, այդ առաքյալների ուսմունքի վրա պետք է հիմնված լինի եկեղեցին։ Այո, եւ այնպեսի ամեն ինչ լինի այդ հրաշքները մեր կյանքում, որ նա ամեն ինչ սկսում է անել այնպես, ոչ թե պարզապես ընդօրինակելու, այլ ապրելու այնպես, ինչպես ապրեցին մեր առաջի դարի քույր եղբայրները։ Թող Աստված բոլորիս օգնի, այս հարցում մենք էլ ավելի առաջանանք, ավելի հաջողվենք, աղոթք անենք։ Օրհնել Աստված, շնորհակալ ենք այսօրվա խրատների համար, որ քո խոսքից մենք կարող ենք ամեն անգամ անկախ նրանից, որ գիրքն ենք կարդում, որ առաքյալի կամ որ մարգարե կամ որ նահապետից ենք մենք իմանում, նրանց կյանքը բարի օրինակը մեզ համար խրատ լինի, մեզ այդ Սուրբ Հոգով զորացրում, օժտիր այդ ընդունակություններով, որ մեր հավատը ավելի աճի, մեր դրսևորումները, մեր վերաբերմունքը ծառայությանը, մեր ուշադրությունը ուրիշների նկատմամբ եւ այնպիսի կյանքով ապրենք, որ ուրիշներն էլ մեզ նայեն։ Ամենախնդրում եմ Հիսուսի անունով, որ քո անունը փառավորվի, որ մարդիկ կտեսնեն նրանք հետ վեր թռնեն եւ մեզ հետ միասին մտնեն քո տաճարը քեզ երկրպագելու։
Ամեն։ Ամեն։